Առաջին համաշխարհային պատերազմ Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որը սկսվել է 1914 թվականի օգոստոսի 1-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը, պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված են երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը։ Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին։ Պատերազմի պատճառներն են. Առաջին՝ տարածքային։ Աշխարհի գաղութային բաժանման ավարտից հետո պայքար ծավալվեց ազդեցության ոլորտների և տարածքների վերաբաժանման համար։ Դրան էին ձգտում առաջին հերթին նոր գաղութատեր երկրները՝ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան։ Երկրորդ՝ տնտեսական։ Արդյունաբերական զարգացած երկրները ձգտում էին ձեռք բերելու առևտրի համար նորանոր շոկաներ, տեր դառնալու հումքի, հարուստ պաշարների ապահովելու համար տնտեսական և ֆինանսական գերազանցություն իրենց հակառակորդների նկատմամբ։ Ռազմական մեծ տերությունները սկսեցին հսկայական գումարներ ծախսել իրենց բանակները հզորացնելու համար։ Նրանց միջև ծավալվեց սպառազինությունների մրցավազք։ Նպատակն էր ռազմական առումով նույնպես հասնել գերազանցության հակառակորդների նկատմամբ, պատրաստ լինել պաշտպանելու իրենց պետությունը, գաղութները և շուկաները, կամ նվաճելու նոր տարածքներ և շուկաներ։ Գաղափարական մեծ տարածում գտան ազգայնամոլությունը և կայսերապաշտությունը։ Տերությունների իշխող վարչակարգերը անթաքույց քարոզում էին ատելություն ու թշնամանք այլ ազգերի նկատմամբ, հիմնավորում իրենց զավթողական նպատակները, կատարում պատերազմի գաղափարական նախապատրաստում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը նախօրոք մշակել էր պատերազմի նպատակները։ Անտանտի երկրներից Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակն էր պահպանել գաղութները և թուլացնել իր գլխավոր հակառակորդ Գերմանիային։ Ֆրանսիայի նպատակն էր վերադարձնել ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, ինչպես նաև զավթել Ռենոսի ձախ ափը և գերմանական գաղութները։ Իր հերթին Ռուսաստանը ծրագրել էր իրականացնել իր դարավոր նպատակը՝ գրավել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները և դուրս գալ Միջերկրական ծով, ինչպես նաև գրավել Արևմտյան Հայաստանը և ամուր հաստատվել Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի նպատակն էր հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում՝ զավթելով անգլիական և ֆրանսիական գաղութները, մասնատել Ռուսաստանը։ Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ իր լիակատար ազդեցությունը հաստատելու Բալկաններում։ Օսմանյան կայսրության ծրագիրն էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և ծավալվել մինչև Ալթայ, իրագործելով իր պանթյուրքական նկրտումները։ Քողարկելով իրենց զավթողական ծրագրերը երկու խմբավորումների անդամները հայտարարում էին, թե կռվում են փոքր ազգերի իրավունքների և հակառակորդի բռնակալ տիրապետությունից նրանց ազատագրելու համար, որպես օրինակ նշում էին սերբերին, հայերին, լեհերին և այլոց։ Մեծ պատերազմի սկիզբը Առաջին աշխարհամարտը սկսվեց Բալկանյան թերակղզում։ Այստեղ բախվում են երկու հակադիր դաշինքների շահերը, և պատահական չէ, որ Բալկանները պատկերավոր անվանում են վառոդի տակառ՝ դրված Եվրոպայի տակ։ Տերությունները երկար ժամանակ նախապատրաստվում էին պատերազմի, պատճառները կային, մնում էր առիթը։ 1914 թվականի հունիսի 28-ին սերբ ազգայնականները Սարայևոյում իրականացրին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դրան ի պատասխան Ավստրո-Հունգարիան վերնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։ Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիան և հուլիսի 25-ին հրաման է արձակել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան։ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացում։ Ռուսաստանը մերժել է, և Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Պատերազմի ճակատները երկուսն էին՝ արևմտաեվրոպական, ֆրանսիական ճակատ։ Ճակատային գիծը ձգվում էր ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով։ Արևելաեվրոպական, ռուսական ճակատ։ Ճակատային գիծը անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանների երկայնքով՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով։
Պատերազմի առաջին տարվա իրադարձություններից էր 1914 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Մարնի ճակատամարտը։ Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ։ Երկու կողմից զոհվեց և վիրավորվեց 600,000 մարդ։ Օգոստոսի կեսին Ճապոնիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նա ծրագրել էր զավթել Խաղաղ օվկիանոսի գերմանական տիրույթները և իրեն ենթարկել Չինաստանը։ Կովկասյան ճակատում 1914 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 18-ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն կրեց։ Իտալիան 1915 թվականին անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան միացավ եռյակ դաշինքին։ Վերջինս այսպիսով վերածվեց քարյակ դաշինքի։ Ռուսական զորքերը պատերազմի երկրորդ տարում ծանր վիճակի մեջ դրին Ավստրո-Հունգարիային, սակայն Գերմանիան օգնության հասավ։ Այս անգամ նա որոշել էր շարքից հանել Ռուսաստանին և այդ նպատակով մեծ ուժեր տեղափոխեց արևելաեվրոպական ճակատ։ Ռուսաստանը ծանր կորուստներ ունեցավ, սակայն շարունակում էր պատերազմը, իսկ Կովկասյան ճակատում ռուսական բանակը հայ կամավորների մասնակցությամբ ջախջախում էր թշնամուն։ 1916 թվականին արևմտաեվրոպական ճակատում խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ Վերդենի մոտ։ Փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչ մեկը վճռական հաջողության չհասավ։ Ֆրանսիա-անգլիական կողմը կորցրեց 750,000, իսկ գերմանացիները 450,000 մարդ, սակայն ուժերի հավասարակշռությունը ֆրանսիական ճակատում պահպանվեց։ Արևելաեվրոպական ճակատում ռուսական բանակը ջախջախեց Ավստրո-Հունգարիային, որով փրկեց պարտված Իտալիային։ Ռուսաստանը կարևոր հաղթանակներ տարավ նաև Կովկասյան ճակատում և գրավեց Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը՝ Տրապիզոնից մինչև Բիթլիս։ Այսպիսով 1914-ից 16 թվականներին ռազմական գործողություններում ընդհանուր հաջողությունը Անտանտի երկրների կողմն էր։ Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի երրորդ տարում լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին, հատկապես աղետալի էր քարյակ դաշինքի երկրների վիճակը։ Տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը, դրությունը վատթարացավ նաև Անտանտի կողմից նրանց լիակատար շրջափակման հետևանքներով։ Դժվարին վիճակում էին նաև Անտանտի երկրները, տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը պահանջում էր շուտապույտ ավարտել պատերազմը։ Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։ Ռուսաստանում բոլշևիկները 1917 թվականի հոկտեմբերին իրականացրին հեղափոխություն և զավթեցին իշխանությունը։ Դրա հետևանքով կտրուկ փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ռուսաստանի նոր իշխանությունը դիմեց պատերազմող կողմերին հաշտություն կնքելու համար։ Նրա դիմումին արձագանքեցին միայն քարյակ դաշինքի երկրները։ Արևելաեվրոպական և կովկասյան ճակատներում հաստատվեց զինադադար։ Սակայն բոլշևիկներն իրենց հաշվարկներում սխալվել էին։ 3 ամիս տևած բանակցություններից հետո նրանք ստիպված էին անարդարացի և ստորացուցիչ պայմաններով առանց Անտանտի դաշնակիցների առանձին սեպարատ պայմանագիր կնքել քարյակ դաշինքի երկրների հետ։ Բրեստ-Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելարուսի մեծ մասից, մերձ Բալթիկայից։ Բացի այդ, նա պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք։ Սեպարատ պայմանագիրը միաժամանակ փրկեց քարյակ դաշինքի երկրներին։ Գերմանիան, որ արդեն կանգնած էր պարտության եզրին, իր ուժերը կենտրոնացրեց ֆրանսիական ճակատում և 1918 թվականին գարնանը անցավ հարձակման։ Գերմանական զորքերը հուլիսին նույնիսկ հասան մինչև Փարիզի մատույցները։ Ռազմական գործողությունները վերսկսվեցին նաև Կովկասյան ճակատում։ Թուրքական զորքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը և մտան այսօր Կովկաս ու Արևելյան Հայաստան։ Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել նրանց առաջխաղացումը, մայիսին տանել կարևոր հաղթանակներ։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքված հաշտությամբ աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց։ Անտանտը համալրեց իր զինված ուժերը և 1918 թվականի սեպտեմբերին հակահարձակում սկսեց բոլոր ճակատներում։ Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո-Հունգարիան։ Դրանից հետո Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը։ Բացի այդ, նոյեմբերի սկզբին երկրում հեղափոխություն սկսվեց, որի արդյունքում տապալվեց միապետությունը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թվականի նոյեմբերի 11-ին Անտանտի դաշնակից զորքերի հրամանատար մարշալ Ֆերդինանդ Ֆոշի շտաբ վագոնում ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան 4 տարի տևած մեծ պատերազմը։ Պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարգությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդկային զոհերի թիվը, միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին, որ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Ցեղասպանությունների սովի և համաճարակների զոհ դարձան թիկունքի 10 միլիոնից ավելի խաղաղ բնակիչներ։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի իրագործած մեծ եղեռնի միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն ու Արևմտյան Հայաստանի հայաթափումն է։ Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական նյութական կորուստներ։ Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, գյուղեր, արդյունաբերական ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն։
Այնուհանդերձ առաջին աշխարհամարտն ունեցավ նաև դրական հետևանքներ. պատմության թատերաբեմից հեռացան ավստրո-հունգարական, ռուսաստանյան, օսմանյան և գերմանական կայսրությունները։ 4 նախկին տերությունների տարածքում առաջացան նոր, բազմաթիվ ազգային պետություններ՝ Չեխոսլովակիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Ուկրաինան, Հայաստանը և այլն։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը, իսկ Ռուսաստանում՝ առաջին աշխարհում, սկսվեց նոր սոցիալիստական հասարակության կառուցման գործընթացը։